Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Սա հին ասացվածք է, այսպես ասած։ Ընկերներ, 2018-ից հետո, իհարկե 18-ի դեպքերը շատերը ասում են հեղափոխություն, ինչի հետ ես կատեգորիկ համաձայն չեմ, դա հեղափոխություն չէր, դա դասական իշխանազավթում էր կամ իշխանափոխանցում էր, ոնց ուզում եք դուք գնահատականատվեք դրա։ Գիտեք, հետաքրքիրը ինչն է, ընդդիմադիր դաշտում բազմաթիվ ընկերներ ունեմ, շատ տարբեր իրավիճակներում ունենք կարծիքներ, որ համապատասխանում է, ունենք կարծիքներ, որը ընդհանրապես չի բռնում, բայց եկեք մի բան էլի վերլուծենք, էլի, հիմա կարող է ես սխալվում եմ, կարող է ես եմ սխալը։ Այս 2026-ի համապետական ընտրությունները, ինչ խոսք, քանի որ ես տեսել եմ, թե ինչ է կատարվում ընդհանուր դաշտում, Նարեկը Կարապետյան հայտնություն էր, ինձ համար էր հայտնություն որպես քաղաքական կերպար, ինքը շատ մանրամասն ու շատ ճիշտ աշխատեց չքաղաքական բառապաշարով, ինչին ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, այո, 21-րդ դարի տեխնոլոգիաները լրիվ այլ են, անգամ մարդկանց հետ կոմունիկացվելու տեխնոլոգիաներն են այլ, բայց միայն Նարեկը և մատներիս վրա հաշված մարդիկ չէին կարող այդ ամբողջ ծանրությունը իրենց վրա քաշ տալ, բայց ինչ կատարվեց իրականում, ինչի մենք որտեղ պրավալ գնացինք, երբ որ շատ դեպքերում գետնի վրա այն կադրերը, որոնք որ պետք է լիքը բան կազմակերպեին, իրենք տեղում չէին, այսինքն իրենք պատրաստված չէին, իրենք տվյալ տարածքից չէին, ամբողջ խնդիրը սրա մեջ է, էս է եղել հիմնական պրավալը, ես շատ մեծ հույս ունեմ, որ ապագայում, առավելապես որ հիմա առջևում տիմ ընտրություններ են, շատ ավելի խելացի կգտնվեն, շատ ավելի շրջահայաց կգտնվեն ընդդիմադիր ուժերը և կկարողանան ավելի նորմալ, պրոդուկտիվ կադրերով շարժվել առաջ։ Այսքանը լավ մնացեք, ձեզ էլ հաճելի հանգստյան օրեր, վաղն էլ դե Վարդավառ, ուրախ Վարդավառ բոլորիդ, խիղճ և խաղաղություն բոլորիս ընտանիքներում, այսքանը լավ մնացեք։